Որոշումը սպասելի էր, ես նախորդ դատի ժամանակ ասեցի, որ ոչ մի դրական ակնկալիք չունեմ, գործի, այս կարված գործի, քրեական գործի հարուցման հենց սկզբից էլ ակնհայտ էր պատվերը, քաղաքական պատվերը, նախադեպը, ասել եմ, նորից ասեմ, ես նախադեպը մենակ նմանեցնում եմ 1937 թվականների այդ տոտալ բռնաճնշումների, աքսորների, այդ ժամանակների հետ եմ համեմատում, այն ժամանակ այդ անանիմկաների ժամանակ, եթե անանիմկաները գրվում էին յուրաքանչյուրի ձեռով, այսօր այդ անանիմկաների կենտրոնը մեկ տեղ է, այդ ամբողջ այդ կարված սուտ մեղադրանքները, քաղաքական պատվերի իջեցման տեղը մեկ տեղ է, մեկ տեղից է այդ ամեն ինչը իջեցվում, պատվերը քաղաքական ու քրեական մեկ որջից, մեկ անձից Հայաստանի իշխանությունը բռնազավթած թուրքական գործակալ, կապիտուլյանտ, հայրենադավ ես չեմ ասի, դրան երևի սատկելուց հետո էլ պետքա ԴՆԹ անեն, ես համոզված եմ, որ գենետիկ թուրքա, Հայաստանի վարչապետ կոչեցյալի որջից չի ավարտվելու, ես մտածում եմ, այս ինքնանպատակ չի, այս քաղաքական պատվերի դատական պրոցեսի սկսվել է ինքնանպատակ չի, ես մտածում եմ, որ այս ուղերձա ընդդիմադիր ուժերին, ակտիվ մարդկանց, պոտենցիալ ունեցող մարդկանց այս ուղերձա շարունակվելու է մեսիջ աղարկում, որը տենց ալնելու յուրաքանչյուրիդ վերջը, ով ինքը հետևողական ալնելու, ես ասենք բողոքարկման չեմ էլ մտածում, որ մյուս դատարանները ուրիշ վճիռ են կայացնելու, քաղաքական պատվերը իջեցված է, այս մարդը սկզբից դատավորներին հայտարարում էր վնգստացող դատավորներ, հետո երբ որ այդ վնգստացող դատավորները սկսին իր քաղաքական պատվերները հնազանդ կատարել, արդեն ինքը ինքնավստահացում էր, մարդասում էր կա մի դատավոր, որը կարա չկատարի իմ պատվերը։ Ես մտածում եմ, որ մյուս դատարաններն էլ են իր պատվերը կատարելու, ուրիշ ակնկալիք չունեմ, հստակ քաղաքական հետապնդումա, քաղաքական ուղերձ մյուս, չգիտեմ, ընդդիմադիրներին, գործիչները ով կհանդգնի դուրս գա սրա դեմ։